Արգելի նախագահող, արգելի խորհրդարան, կարծում եմ բոլորս տեղյակ ենք սահմանադրությանը եւ գիտենք, որ ազգային ժողովը մի քանի մենաշնորհներ ունի պետական կառավարման համակարգում, դրանցից մեկն այն է, որ ազգային ժողովը հաստատում է բյուջեն եւ հետևում է բյուջեի իրականացման ընթացքին։ Եվ որպես գործիք ազգային ժողովը ընդունում է վերահսկիչ պալատի հաշվետվությունը, այսինքն վերահսկիչ պալատի միջոցով ենք մենք իրականացնում մեր վերահսկողությունը բյուջեի իրականացման հարցում։ Եվ վերահսկիչ պալատի մասին օրենքում շատ հստակ իմպերատիվ նշված է, որ հաշվետվությունը տալիս է վերահսկիչ պալատի նախագահը։ Այն փաստարկները կամ հակափաստարկները, որ նաև վերահսկիչ պալատի մասին կա համապատասխան հոդված, որտեղ նշված է, որ նրա բացակայության կամ հիվանդության պատճառով նրա տեղակալը կամ լիազորված անձը, դա 81-րդ հոդվածին չի վերաբերում։ Իմպերատիվ է նշված, որ նա պետք է տա։ Բացարձակապես չեմ ուզում այստեղ չընդունել պրոֆեսիոնալիզմը մեր Սերան Ավագյանի, չէ՞ Սերան Ավագյան, հասկանում եք, որ ձեզ չի վերաբերում, խոսքը ձեր մասին չի։ Խոսքը ազգային ժողովի նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Այդ ինչ է եղել, այսինքն հիմա ինչ մտածնաժողովի ձևավորեն գնանք տեսնենք թե վերահսկիչ պալատի նախագահը որտեղ է հիվանդ բարկած, երբ կառողջանա։ Մենք չենք ես չեմ ուզում մտնել այն խաղերի մեջ, որ այսօր քաղաքական մեծամասնությունը իր մեջ ունի։ Չեմ էլ ուզում որևէ մեկին անուղղակիորեն կամ ուղղակիորեն պաշտպանել։ Ես տեսնում եմ, որ իմ նկատմամբ, այն մարմնի նկատմամբ, որտեղ ես կամ, նվաստացուցիչ պահվածք է դրսևորվում։ Այդ ինչ է եղել, մենք տարին մի անգամ ընդամենը պետք է լսենք վերահսկիչ պալատի նախագահի զեկույցը, մեկ էլ պարզվում է այդ օրը կամ գործուղում է կամ հիվանդացած է, ում շատ կներեք թոզ եք փչում մեր աչքերին կամ ձեր։ Ինչ-որ քաղաքական հաշվարկ եք անում, շատ ներողություն, ճղճի, անմակարդակ, եւ բերում եք այստեղ ամուսում եք, որ գիտեք, այսպես է ստացվել եւ անպայման այսօրը պետք է հաշվետվությունը տանք։ Եվ իմ գործընկերներից մեկն էլ կամ երկուսը այստեղ ասում են, որ բոյկոտը ընդդիմության դա խալխլում է պետականության հիմքերը։ Բոյկոտը կամ իմ ելույթ է գալիս եմ ձեր հեղինակությունը փրկեմ, որ մեզ այս վիճակում չդնեն։ Որ մենք կնոպկացեղներ չլինենք, որ ինչ-որ 5 հոգի որոշեն ոնց վարվեն այս մարմնի հետ, եւ մենք ենթարկվենք։ Գալիս եմ այդ արժանապատվությունը պահեմ։ Այն մարմնի, որտեղ ես կամ որտեղ դուք կաք։ Դուք դրանով լավ բան չեք անում եւ շատ ներողություն ձմերուկ եք դնում ձեր բարձր ղեկավարության թևերի տակ, թե դուք կարող եք ամեն մի անմիտ փաստարկներով ապացուցել, որ այսօր ազգային ժողովը կարիք չունի վերահսկիչ պալատի նախագահին լսելու։ Դուք խափում եք իրենց։ Անցյալ անգամ երբ հաշվետվություն տրվեց, շատ պարզ ասվեց, բյուջեի 70%-ը 700 միլիարդ դրամ է, ռիսկային գոտում է գտնվում։ Ծավալի, լայն ծավալի մեղադրական եզրակացություն հնչեցվեց որոշ սուբյեկտների նկատմամբ։ Հիշում եք Մալուխի պատմությունը, որ 30 անգամ ավելի թանկ է գնվել Մալուխը, քան խանութում, մանրածախում։ Ասվեց, որ մինչև մրցույթը հայտարարելը արդեն գիտեն, թե մրցույթի արդյունքներում ով է շահելու։ Ասվեց այդ մասին։ Շինարարական հարցերում բազմաթիվ կոռուպցիոն եւ ատկատային հարցերի մասին խոսվեց։ Մեր խմբակցությունը եւ կարծում եմ մյուսներն էլ հատուկ դիմեցինք ազգային ժողովի նախագահին դատախազությանը, որ այդ ծավալի մեղադրակները պետք է պատասխան ստանան։ Հանցագործություն է կատարվել։ Օրինակ, որ այստեղ լինել վերահսկիչ պալատի նախագահը կարծնի, արգելիս, դուք ասում եք, որ 700 միլիարդ դրամը գտնվում է ռիսկային գոտում։ Մալուխների մասին ասացիք, որ ֆորմալ է, ձևական են այդ մրցույթները, ինչ է կարել այս ընթացքում։ Պատասխան չկա, որտեղ ոչինչ չի արվել։ Այդ պահին անհրաժեշտ էր, որ գոլորշին բաց թողնեին, որ տեսեք իշխանությունը կարողանում է այս ամբիոնից իր նշանակած մարմինի միջոցով քննադատել իրեն, որպեսզի գոլորշին բաց թողնվի, որովհետև ընդդիմությունը ասում է, այս ինչ եք անում, այս ինչ կոռուպցիա է, այս ինչ ատկություն է, այս ինչ ատկատ է։ Հիմա մենք ասում ենք, լավ, այդքան ներկայացրեցիք, բարձունքում այդ անցագործները բա ուր են, էլի շարունակում են, չէ՞։ Իհարկե, եթե պարոն Ավագյանին հարցեմ, կասեն շատ փաստարկված կասի, լավ, ինձ ինչ եք ասում, ես ինչ գիտեմ։ Եվ այդպես էլ կասեք, անկասկած եք պատասխանները գիտեք, թե հանցագործները որտեղ են։ Չեմ եկել, որովհետև պատասխաններ չկան։ Ես բոլորովին ես այդքան միամիտ չեմ կարծում, եթե վերահսկիչ պալատի նախագահը չկա, ուրեմն ճշմարտությունը մենք թաքցնում ենք։ Չէ, ինքը ճշմարտությունը այստեղից չէր ասի։ Չէր ասի ճշմարտությունը։ Ճշմարտությունն դեպքում կասվեր, որ եթե ասեր ես հրաժարվում եմ այլևս լինել վերահսկիչ պալատի նախագահ, որովհետև ես նշել եմ փաստերը, դուք որևէ քայլ չեք ձեռնարկում, ես այլևս գոլորշի բաց թողող մարմնի ղեկավար չեմ։
Այդ դա կլներ ճշմարտությունը։ Այնպես որ այստեղ այդ խաղերի մեջ ես չեմ տեղավորվում։ Ինձ համար այդ խաղերը գոյություն չունեն կամ եթե այդ խաղերը կան, իսկ այդ խաղերը կան, ես ասում եմ որ դուք վտանգում եք մեր պետության անվտանգությունը ձեր այդ խաղերով։ Ես չեմ կարծում կրկնում որ ճշմարտությունը այստեղից կան չէ եւ մենք իմանանք։ Ես գիտեմ ճշմարտությունը որն է։ Ես գիտեմ սա այդ ձեռագրին ես վաղուց ծանոթ եմ։ Որովհետեւ գիտեմ այդ ամբողջ հանցագործությունը որ կատարվում է կոռուպցիան ստվերը հատկատը, դա բացառապես բարձրագույն իշխանության հովանավորությամբ է կատարվում։ Ոչ թե շարքային կամ նախարարի կամ վարչության պետի կամ падգամավորի։ Կրկնում եմ բարձրագույն քաղաքական ղեկավարության մենաշնորհն է կոռուպցիան։ Ինչ պիտի ասի, պիտի գասի, որ այստեղ բարձրագույն իշխանությունը քաղաքական կոռուպցիայով է զբաղված, իհարկե չի ասի, որտեղ նա է նշանակել իրեն։ Մենք 4 քաղաքական ուժերով, որին այս երկիր Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ եւ Ժառանգություն քիչ հետո հայտարարությամբ հանդես կգանք, մենք չենք ընդունում այս հաշվետվությունը։ Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական է վարվում։ Արգելի ղեկավարություն ազգային ժողովի։ Մտածեք եւ ձեր եւս ազգային ժողովի հեղինակության մասին։ Դուք չեք մտածում, որ եթե դուք չեք կարողանում այստեղ բերել վերահսկիչ պալատի նախագահի որ հաշվետվություն տա, դուք վիրավորում եք ձեզ։ Կապ չունի, գուցե իսկապես հիվանդ է։ Գուցե իսկապես գործում է, մի շաբաթ հետո կտամ այդ հաշվետվությունը։ Ումն ենք խափում սրանով։ Ես ուզում եմ եւ ձեր եւ մեր հեղինակությունը պաշտպանել։ Ես ուզում եմ որ ազգային ժողովը որ իմ կարծիքով համեմատաբար ավելի լուրջ հեղինակությունն է համեմատաբար քան նախագահականը եւ կառավարությունը ուզում եմ այս մեր մարմնի հեղինակությունը բարձր պահենք։ Ոչ թե ժողովրդի կողմից դիտենք որպես կոճակներ ցեղմող ինչ որ բարերը կերբերանից չեմ ուզում ասել, ինչ որ մարմնի։ Կասեմ հետո։ Ես կարծում եմ որ մենք ազգային ժողովը որպես պետք է այս հարցում գոնե իրար պաշտպանենք։ Մենք մեր արժանապատվության մասին մտածենք։ Հասկանանք, որ մենք կարող ենք բալանսի բերել այս պետության մեջ որոշակի հարցեր։ Ոչ թե կրկնում եմ, ինչ որ ասում են գան այստեղ պաշտպանեն, անտրամաբանական բացատրություններով։ Այլ հասկանանք, որ պետությունը շատ վատ վիճակում է, ախր այսպես չի կարելի ժողովուրդ։ Հակասահմանադրական է այս հաշվետվությունը, մենք չենք ընդունում։ Դրա համար բովանդակային քննարկման չեմ անցնում։ Պատահական չի, որ որևէ նորմալ հարց ոչ իշխանական ուժերի կողմից չեղան։ Որևէ ակնկալ, ես ակնկալիք չունեի, արգում եմ Սերան Ավագյան, բայց որևէ ակնկալիք չունե, որ նա կարող է իմ հարցերին պատասխանել։ Որևէ ակնկալիք չունեմ։ Եվ խորհուրդ եմ տալիս ազգային ժողովի ղեկավարությանը, քաղաքական մեծամասնությանը, հավատացեք ինձ անկեղծորեն, ես ուզում եմ մեր այս մարմինը արժանապատիվ կերպարով ներկայանա ժողովրդին հասարակությանը։ Այդ սուտ հաստատներով, որ ճշգրիտ է, որպեսզի նա վերահսկիչ պալատի նախագահը չգա, դրանով ոչ մեկի չեք կարող դուք ամոզել։ Ցավոք սերտի մեր իրականությունն էլ այն է, խոսել եմ 5 իրավաբանների հետ, որոնց դիտում եմ պրոֆեսիոնալ։ Ցավոք սերտի, որտեղ բոլորը քաղաքական որոշակի ուժի են պատկանում, լրիվ հակառակ կարծիքն են ասում։ Լրիվ հակառակ կարծիք։ Օրինակ կարծում եմ անունները չտամ, մարդկանց պրոֆեսիոնալ ընդունում եմ։ Բայց որ հարցնում եմ, հասկանում եմ, որ ինքը իրավունք չունի անկեղծ պրոֆեսիոնալի կեցվածքով խոսի, որտեղ ինքը քաղաքական բան ունի։ Տեղավորվում է քաղաքական պատվերի մեջ։ Ինչ են ասում լավագույն դեպքում։ Ասում են նախադեպը կա, այ եթե դուք այդքան սկզբունքային էիք, որ վերեցին վերահսկիչ պալատի ծրագիրը հաստատեին, այն ժամանակ է թող բոյկոտեիք։ Ասում եմ լավ եղբայր, սխալվել ենք, ներողություն։ Բոլորը սխալվեցին, որ այդ շատ իմպերատիվ նորմա այդ ժամանակ չգիտակցեցինք եւ չբոյկոտեցինք։ Լավ սխալվել ենք։ Հիմա ուզում ենք ուղղել մեր սխալը։ Այստեղ արդեն լռում են, որտեղ ոչ մի բան չեն կարողանում ասել, որտեղ իսկապես քաղաքական պատվերի տակ է տեղավորվում իրենց պրոֆեսիոնալ գիտելիքները։ Վատ եմ զգում դրա համար։ Մի խոսքով, ձևակերպենք, ավարտում եմ խոսքս եւ քիչ հետո կներկայացնենք մեր հայտարարությունը եւ պահանջը։ Դիտում ենք այս քննարկումը հակասահմանադրական, դիտում ենք, որ պետք է սա շատ կարևոր հաշվետվություն է, շատ կարևոր մարմինն է, որը պետք է հաշվետվություն տա ազգային ժողովին եւ ազգային ժողովի միջոցով ամբողջ ժողովրդին, թե ինչպես է իրականացվել 14 թվականի բյուջեն, իսկ մենք գիտենք ինչպես է իրականացվել, որից հետո որ եկան կասենք, որից հետո մենք կունենանք դիրքորոշում։ Ես կրկնում եմ, առաջին այսպես շեշտադրված իմ մոտեցումը հետեւյալն է, որ այս պահին ազգային ժողովի ղեկավարության հետ միասին, քաղաքական մեծամասնության հետ միասին խախտում է սահմանադրությունը, ոտնահարում է սահմանադրությունը։ Մենք սպասում ենք նոր քննարկման, ինչին մենք պատրաստ կլինենք արդեն մեր ասելիք ասելու շնորհակալություն։